համայնքապետարանն է պատրաստում դիստանցիա անելու, ինչպես նաև բնակիչը պատրաստ է վճարելու, հա, այդ 3 հատման կետում ենք ընտրել ծառայությունը եւ հենց այստեղ։ Եւ ոնց որ անցյալ տարվա հոկտեմբերից սկսել ենք շինարարական աշխատանքները բասեինի կառուցման, որի տարողունակությունը 30,000 մետր խորանարդ է եւ հնարավորություն ունի շորակալ եւ արտանիշ համայնքների բնակավայրերի պատկանող 700 հեկտար խոր։ Եվ սկսեցինք շինարարությունը եւ շնորհակալություն եւ կառավարությանը։ Մենք սկսել ենք նոյեմբերի 2-ին հավաքվել ենք այս մի մասը եւ սուբվենցիոն ծրագրով կարողացել ենք ձեր կառավարության ներդրումով ինչպես նաեւ համայնքի հետ միասին լավ աշխատանքի արդյունքում կարողացել ենք մոբիլիզացնել 55 միլիոն, որպեսզի նաեւ փոխօթիկավարկաշարերի ողորմման ցանցի շինությունների բացատրելու, ինչպես նաեւ հիդրոմեթեորոլոգիայի տեղադրման հարցը կարողանանք ցենք սուբվենցիայի միջոցով։ Ասեմ, որ մոտավորապես մակիզարկած ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 171 միլիոն դրամ, որից 80 միլիոն արտադրության ներդրումն է, 65 միլիոնի կառավարության ներդրումն է, տարածքային զարգացման հիմնադրամը թեմային պանելների ներդրումն է արել եւ համայնքապետարան 34 միլիոնի կարգի ավելացնելով, հա, ընդհանուր 171 եղել է, բայց հիմա արդեն 170 համայնքապետարանը հավելել համար ներդրումներ իրականացրել։ Ինքնացածացումը լրիվ լինում, հələ համայնքը օգտվելու, եկամուտ ունենալու եւ ինքնաուսաջրվելու եւ ճշմարտակաջրվելու։ Հիմա 80% աշխատանքների կատարվում մնում է էլեկտրոնիկայի պահը անենք 4000 էլեկտրոնիկայի խելացի ռոկման համակարգի 4200 մետր էսպային ջրագիծը ներքին ցանցի պատրաստա, արտաքին ցանցը 30,000 կուբամետր ֆորմատի ջուր են ունենալու, սա լինելով որպես ռեզերվային։ Հավատում է մեր ծրագրին, ոչ մի սահմանափակում թողանեմ։ Հիմա այս ցույց տանք բոլոր համայնքներին, ցույց տանք, որ հնարավոր է։ Այսինքն ֆոտովոլտաիկ կայանով ջուրը մաղվում, համայնքները ընդեղ էլ կաթիլային ռոռոկում ակաշվում եւ